Այսօր հայերի 90%-ի մոտ ակնհայտ անառարկելի եւ վտանգներով սպառնացող հակառակորդ է Ալիևյան Ադրբեջանը։ Բայց ինչպես շախմատ խաղացող երեխան մի քայլից ավելի հաշվել չի կարողանում, այդպես էլ մեր նաև քաղաքական գործիչները, փորձագետներ, ինչպես ասում են, քաղտեխնոլոգներ, չեն ուզում մի փոքր խորանալ իրենց վերլուծություններում։ Ես այն մարդկանցից չեմ, ովքեր միանշանակ այս կամ այն ժողովրդին, այս կամ այն պետությանը թշնամի են հայտարարում։ Առաջնորդվում եմ արժեքներով։ Առաջնորդվել եմ եւ պիտի առաջնորդվեմ, քանի առողջ բանականությունը իմ ուղեկիցն է արժեքներով։ Ադրբեջանը արհեստականորեն է ստեղծված, նոր է ստեղծված, ինչպես է այդ վարչական միավորը նախնական փուլում, հետո արդեն նաեւ պետական միավորը ի սկզբանե մեր թշնամիների կողմից օգտագործվել է։ Ադրբեջանը այսօր չէ, 21-րդ դարի 20-ական թվականներին չէ, որ Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեց։ Երբ 1920 թվականին Ռուսաստանը հարձակվում էր Հայաստան, անկախ Հայաստան պետության վրա, նրա դաշնակիցն էր Թուրքիան եւ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը։ Ադրբեջանում նվազագույն դիմադրողություն չեղավ, որովհետեւ թուրքական իշխանությունները կամ թուրքական ազդեցության տակ գտնվող ադրբեջանական գործիչները անցալում են Ռուսաստանին որպես տարածքային խնդիրների լուծման դաշնակից։ Հայ իշխանավորները ինչ որ պահի խոսում էին դաշնակցային պարտավորությունների մասին, արևմուտքի կարևորության մասին, բայց իրենք էլ չհասկանալով արժեքներից հրաժարվեցին, մասնավորապես երբ ինչպես եղավ, դա էական չի, բայց ուզում եմ այստեղ կարևորի մասին խոսել, մյուսների մասին խոսել եմ, հետո էլ առիթ կլինի, հայկական հարցը եղել է 50 տարուց ավելի իմ գործունեության հիմքում եւ ինձ անկախական են համարում, բայց նույնիսկ անկախության մենք ձգտել ենք հայկական հարցի համապարփակ լուծման կամ հայկական հարցի նկատմամբ իրավական գործողությունների իրավունքով ասպարեզիչնող գործի հետևորդ։ Այսպեսով ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական դաշինքը շատ վաղուց է գործում, դա այսօր ասպարեզ չի եկել եւ Հայաստանը իր այս կիսատ պռատ վիճակով ընդամենը մանրադամ է։ Ռուսաստանի ձեռքին մանրադրամ է եղել։ Այո, եւ դա գիտեք մի համարեք հակահայկականության դրսևորում։ Ռուսական կայսրության ղեկավարները համարում են իրենց գերտերությունները պիտի շփվեն գերտերությունների հետ։ Եվ նրանք, ովքեր որ ռազմավարական դաշինքի մասին են խոսում Ռուսաստանի հետ, նրանք չեն հասկանում, որ Ռուսաստանը ընդհանրապես ուրիշների հետ կապված ռազմավարություն չի պատկերացնում, պատկերացնում է ժամանակավոր գործողություններ իր կայսերապաշտական շահերի համար։ Հիմա մենք, որ մեզ երբեմն դնում ենք ճշմարտությունը որոնողի վիճակում, այս հարցում մենք ցույց ենք տալիս մեր տգիտությունը։ Ինչ ճշմարտություն։ Այսինքն Ռուսաստանի հետ մենք սխալ ենք վարվել, բայց ինչպես ուզում ես դու վարվիր, ինքն ունի իր շահերը, իր նպատակները։ Քո քայլերից ինչ որ բան կախված է, թե ոչ։ Ինչ որ բան կախված է, բայց երբ դու համակարգային մոտեցում չես հանդես բերում, երբ դու ուշացել ես դաշնակիցների ընտրության հարցում, երբ դու ազդարարել ես քո կեցվածքով, քո կողմից, քո նախորդ եւ ներկա իշխանությունների պահվածքով, ազդարարել ես, որ ընդհանրապես խամաճիկ ես, ինչի՞ պիտի Ռուսաստանը քեզ լուրջ վերաբերի։
Եվ ընդհանրապես պետք է քեզ Ռուսաստանի լուրջ վերաբերելը։ Ամենալուրջ վերաբերմունքը Ռուսաստանի Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ գործողություններն են։ Սա է Ռուսաստանը, սա է։ Եվ ամբողջ աշխարհն է դրան գնահատական տալիս, նույնիսկ այդ որ խաղեր է տալիս Ամերիկայի ներկայիս ղեկավարությունը, քանի օր է տևելու։ Ռուսաստանը կօգնի, որ նրանք շատ արագ հասկանան, որ անհույս է իրենց հետ խոսելը, որովհետև քրեական հանցագործը, քրեական դրսևորումների սիրահարը ընդամենը զբաղված է լինում քաղաքակիրթ մոտեցումներով իր հետ համագործակցել փորձողներին իրենց բառերով ասեմ հարիվ ցնելու վրա, ինչպես ապուշացնեմ, ինչպես հիմարացնեմ, կամ ինչպես կաշառեմ, ինչպես մեր դաշտ ներքաշեմ։ Քրեական տարժի համար արժեքներ չկան, նրա արժեքը իր շահն է, իր իրավունքը։ Հիմա մենք ունենք բազմաթիվ քաղաքական գործիչներ, որ համարում են, որ իրենք քրեական մտածողությամբ են աշխատում։ Նույնիսկ այդ ճանապարհով ինչ որ հաջողության հասնելու դեպքում դու ի վերջո դատապարտված ես, որովհետև քրեական միջավայրում ես։ Բանն այնտեղ հասավ, ես վախվորացություն ես, ստորաքաշություն այնտեղ հաստրեց մեզ, որ աշխարհում մեկ բռնապետ ճանաչված Ալիևը մարդու իրավունքների մասին է խոսում, ադրբեջանցիների հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։ Հազարավոր ադրբեջանցիների սպանդի ենթարկվելու մասին անկասկած եղել են դեպքեր, բայց համեմատելի չի։ Եվ մեր պետական համակարգը միջազգային ասպարեզում ոչինչ չանելով, գրեթե ոչինչ չանելով, հիմա էլ վերջին հնարավորությունը կորցնելով այդ միջազգային դատական ատյաններից գործերի հետ կանչելու պատրաստակամությունը, դա վերջին հնարավորությունն էր նկատելիորեն մատուցելու իրավիճակը։ Իր այս խաղաղություն մուրալու գործողություններով մեղավորի դիրքերից ամեն ինչ փչացնում է։